Ամեն անհույս վիճակների մեջ մեր Տերը զորություն ունի, կարևոր է որ մենք համագործակցենք Աստծո հետ, ամեն, համագործակցենք, դեք համագործակցություն չի նշանակում մեկը пассив է, մեկը ակտիվ։ Համագործակցություն նշանակում է երկուսն էլ ակտիվ են։ Մենք անում ենք մեր բաժինը, Աստված անում է իր բաժինը, ամեն։ Մեր բաժինը աղոթելն է, հրճագելն է, հավատալն է, Եվ Տիրոջ բաժինը այդ հավատքին արձագանքելն է, կերպենական ինչ-որ բաներ անելն է, դա է Տիրոջ բաժինը։ Դեք երբ որ ասում ենք Հիսուս Քրիստոս բժշկող է, գիտեք խաչի վրայից Հիսուսը արձակեց այդ բժշկությունը։ Մենք երբ որ հիմա աղոթում ենք բժշկության համար, որ մեկի կյանքի մեջ կա բժշկություն, դա ոչ թե մենք ենք անողը, մենք ենք հորինել բժշկությունը, այլ բժշկությունը Հիսուս Քրիստոսն է հորինել, դա նրանից է եւ իրանից է գալիս այսօր ամեն բժշկություն։ Կարևոր է որ մենք համագործակցենք այդ Աստծո հետ եւ մեր կյանքի մեջ, մեր իրավիճակների մեջ հրճագենք այն բժշկությունը, որն որ Հիսուս Քրիստոսը արարել է, որ Հիսուս Քրիստոսը ստեղծել է, արձակել է եւ մենք կանչում ենք այդ ամեն ինչը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Եք մենք այսօր զորության կարիք ունենք։ Զորություն, որ կփոխի մեր կյանքը, մեր ընթացքը կփոխի, մեր իրավիճակը կփոխի։ Մենք այդ զորության կարիք ունենք։ Գիտեք, երբ որ կարդում ենք մենք Աստծո խոսքը, տեսնում ենք մարդկանց կյանքեր, որոնք որ անհուսության մեջ էին։ Իրավիճակներ, որ հույս չէր տալիս եւ մարդկանց պատկերացումներով արդեն ամեն բանի ժամկետները լրացել էր։ Բայց երբ որ Տերը խոսք խոսեց մարդու կյանքի մեջ, մենք տեսանք ապագա փոխվեց։ Ամբողջ մարդկության պատմությունը փոխվեց ընդամենը մեկ մարդու միջոցով, երբ որ Տերը խոսեց եւ մեկը վերցրեց։ Սարայի մասին վստահ եմ լսել ենք, Աբրահամի կնոջ Սարայի մասին, որ Սարան անհույս վիճակի մեջ էր։ Աբրահամն ու Սարան իրանք չունեին սերունդ, չունեին զավակ, եւ երբ որ Տերը խոսեց իրանց կյանքի մեջ, որ դուք սերունդ կունենաք, դուք զավակ կունենաք, գիտեք տարիքը արդեն հասել էր։ Մենք լավ գիտենք պատմությունը, որ ժամանակ կար, որ այդ ժամանակը անցել էր եւ իրանք արդեն ծերության մեջ էին։ Եվ եթե մեկը ասեր, թե գիտես ինձ դու ծերության մեջ զավակ կունենաս, հենց Սարանն է ինքն է ծիծաղեց։ Այսինքն մեր մարդկային պատկերացումներով, երբ որ ամեն բանի ժամկետները լրանում է, բայց Աստծո խոսքի ժամկետը չի լրանում ամենակարևորը։ Աստծո խոսքը միշտ ժամկետի մեջ է։ Երբ որ մենք ենք մեր մտածելով վերջ դնում այդ ժամկետներին, դեք Աստծո խոսքը ասում է հույս կա, ապագա կա, ամեն։ Եվ Սարան գիտեք գրված է, որ Սարան ուժ ստացավ։ Դեք ասում է, որ Սարան հավատքով ուժ ստացավ։ Այն ուժը ստացավ, որով որ տեսեք ոչ թե ինքը ունակ եղավ ծնելը մեկ ուրիշ հարց է։ Այս Սարան ունակ եղավ սերմ ընդունելու։ Եթե դու ունակություն չունենաս սերմ ընդունելու, ծնելու ունակությունը երկրորդական է տեղ։ Սարան ուժ ստացավ, զորություն ստացավ սերմ ընդունելու առաջի հերթին, հետո նա կարողացավ այդ ընդունած սերմը ծնելու։ Երբ որ Աստված մեզ ուժ է տալիս սիրելիներ, ամեն անհնար բանի մեջ մենք տեսնում ենք Աստվածային ձեռքը, լուծում, որը կերպնական է, որը մեր մտքից պատկերացումներից վեր է։ Եվ պատկերացրեք 100 տարեկան մարդ, արդեն Աբրահամն է 100 տարեկան էր եւ իրանք այդ ժամանակ կարողացան Աստծո խոստում իրականություն դարձնեն։ Անհույս մի հատ տարիքի մեջ։ Եվ այդ ժամանակ에 ամեն մարդ չէր ապրի 100 տարեկան, որովհետեւ չկար նախ այսօրվա մեր դեղամիջոցները, հա, բժշկական միջոցները չկար, որ մարդը կարողանար իր օրերը երկարացնել եւ հիվանդությունների դեմ պայքարեր։ Դրա համար, երբ որ Աբրահամը այդ տարիքի մեջ կարողացավ իր կնոջ հետ ունենալ զավակ առանց բժշկական միջամտությունների, դա իրոք կերպնական է եւ Աստծո ձեռքի գործ։ Դա հրաշք է։ Եվ ինչ որ անհնարին էր մարդու համար, Աստծո համար հնարավոր է։ Մենք տեսնում ենք եւ այս ամեն պատմություններից մենք կարող ենք մեր համար հավատքի խոսք վերցնենք, հույսի խոսք վերցնենք, որ ոչ մի բան կորած չէ։ Եթե Աստված քո կյանքի մեջ ինչ-որ բան է խոսացել, Աստծո խոսքը այո եւ ամենն է։ Աստծո խոսքը անպայման կիրականանա, կարևոր է որ մենք հավատքով սպասենք։ Ամեն։ Հռոմեացիս 4:17 Աբրահամի համար ասում է. Ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ Աստծո առաջին,
որին հավատաց, որ մեռելներին կենտանի է անում եւ չլինող բաները լինողի պես է կանչում։ Ամենաուժեղ միտքը այս վերջի արտահայտության մեջ է, որ չլինող բաները, ինչ կա քո կյանքի մեջ, որ չլինող բաներ է։ Չլինող բաները լինողի պես է կանչում։ Գիտեք, հավատքը հենց այստեղ է, որ Աստված հələ որ տեսնում է, որ չկա ոչ մի բան, բայց ինքը տեսնում է ապագայի մեջ այդ բանը կայացած եւ եղած, Աստված նախորոք կանչում է այդ իրավիճակի վրա անուն, որը արդեն եղածի պես է։ Այս է հավատքը, այստեղ է հավատքը, որ Աբրահամը այդ ժամանակ հələ չուներ սերունդ, չուներ զավակ, միայն ուներ Աստծո խոսքը, պատգամը կար, որ դու պետք է լինես ազգերի հայր։ Եվ դու բռնված մնաս տարիներով այդ մեկ խոսքից եւ հավատաս, որ թեև այսօր դու չես տեսնում ֆիզիկապես, չես կարող շոշափել այդ խոսքը, բայց դու հավատքով վերցնում ես, որ Տերը ասել է եւ դա կլինի։ Գիտեք ինչ էր Աբրահամի անունը այդ ժամանակ, երբ որ Տերը խոսեց իր հետ։ Աբրամ, առանց մեջի հտարի։ Նա խոսքը Աբրամ էր, որը կարող ենք թարգմանել պատվավոր հայր, հա, ուղղակի պատվավոր հայր։ Բայց երբ որ Աստված կանչեց Աբրամին դառնալու ազգերի հայր, Աստված իր անվան մեջ արտաշնչեց հտարը։ Այդ հտարը շնորհքի տառն էր, որ Աբրամը արդեն անվանվեց Աբրահամ։ Մենք այսօր հիշում ենք իրան որպես Աբրահամ։ Եվ այդ հտարը շատ բան փոխեց Աբրամի կյանքի մեջ։ Հտարը երբ որ ավելացավ, Աբրամը պատվավոր հորից դարձավ Աբրահամ, որպես ազգերի հայր։ Մեկ տար իշքան բան փոխեց եւ եբրայերենով հենց հեյտարն էր, հտարը, որ Յահվե Աստծո անվան մեջ է, մենք տեսնում ենք յուդ հեյ վավ հեյ։ Երկու անգամ այդ հեյ տառը շեշտված է եւ Աստված Աբրամին երբ որ կանչեց, իր կյանքի մեջ հրճակեց այդ հեյ տառը։ Ասես դու Աբրամն ես, այսօր ես հեյ տառն եմ արտաշնչում քո կյանքի մեջ եւ դու արդեն կդառնաս ազգերի հայր։ Եվ քո տարիքը մեծ է, բայց երբ որ Տերը կանչում է մեզ, արտաշնչում է մեր կյանքի մեջ, մեր իրավիճակի մեջ շնորհք է գալիս ելներ։ Նույնը մենք տեսնում ենք Սարայի կյանքի մեջ։ Հայրենի մեջ մի փոքր ուրիշ ձև է թարգմանությունը տված, երբ որ Սարա անունը կար եւ սկզբից է Սարայի անունը հենց Սարա էր, եւ երբ որ Աստված կանչեց Սարային, հենց իր սկզբնական անունը կոչվում էր, նշանակում էր տիրող, հա, կամ տիրուհի։ Եվ ինքը իր անվան մեջ Աբրահամին կարելի ասել տնօրինում էր, հա, տան մեջ մենք տեսնում ենք իր լիդերությունը, առաջնորդությունն ենք տեսնում։ Օրիգինալի մեջ ինչպես է ասում Սարայոնը փոխվեց։ Էլի վերջում ավելացավ հտարը։ Բնօրինակի մեջ տված է Սարա վերջում։ Մեր հայրենի մեջ գրված է Սառա։ Ռուսերենի մեջ էլ է նման ձևով, որովհետև իրանք էլ հտար չունեին։ Եվ դրա համար երևի թարգմանության մեջ հայրենը գնացել է Սառա անունը, բայց բնօրինակի մեջ թե Աբրահամի անվան մեջ ավելացավ հտարը, եւ թե Սարայի անվան մեջ ավելացավ հտարը։ Մենք մի փոքր հետո ուրիշի անունը կտեսնենք, երի հտար ավելացած։ Եվ դարձավ Սարան Սարա, այսինքն Աստված, երբ որ իր հեյտարը արտաշնչեց Սարայի կյանքի մեջ էլ, փոխեց իր անունը եւ տիրուհուց դարձավ Սարան արքայադուստր։ Փոխվավ իր վիճակը, փոխվավ, իր անունը փոխեց Աստված եւ անունը փոխելով Աստված այդ շնորհքը հրճագեց խոսքով, շնորհք հրճագեց իրանց կյանքի մեջ, իրանց անվան մեջ, որ արդեն դրանից հետո իրար դիմելուց ամուսինները եւ բոլորը իրար դիմելուց թեև Աբրահամը արդեն այդ ժամանակ դեռ սերունդ չուներ, բայց բոլորը պետք է հրճագեին
Աստծո կանչած այդ հրճակումը, ազգերի հայր։ Եվ թեև սերունդ չունեին, բայց ամուսիններ իրան պետք է դիմեին արդեն Սարան պետք է Աբրահամին ասեր ազգերի հայր, ազգերի հայր։ Աբրահամը Սարային դիմելուց պետք է ասեր արկայադուստր։ Լսեք ինչ թե ռոմանտիկա ենք մենք տեսնում այս բանի մեջ եւ թե շնորհք, որը արձակվեց իրանց կյանքի մեջ, որ չեղած տեղը դու հրճակում ես նախորոք, այն մարդու կյանքի մեջ, ով որ երեխա չունի, հրճակես ազգերի հայր անվանումը եւ հավատաս, որ մի քանի տարի հետո քո հրճակումը, խոսքը զորություն ունի եւ Տիրոջ խոստումը զորություն ունի, որը որ մենք մեկ ենք դարձնում այս ամեն ինչը, մենք տեսնում ենք արդյունքը։ Աբրահամին տեսնում ենք արդեն ազգերի հայր։ Ճիշտ է, այդ ժամանակ մինչև խոստումը ստանալը մենք տեսնում ենք Սարայի ակտիվությունը, իր առաջնորդությունը, որ ինչպես Աբրահամին ինքը առաջնորդեց քնելու ծառայի հետ, որ Աստծո խոստումը իրականություն դառնար ծառայի միջոցով, ոչ թե իր միջոցով, եւ իրանք հույս ունեին, որ լույս աշխարհ կգար զավակ, բայց լույս աշխարհ եկավ խնդիր։ Եվ մենք տեսնում ենք խնդրեմ, որ մինչև այսօր շարունակվում է այդ խնդրեմը, այդ մեկ սխալի պատճառով, որ Աբրահամը լսեց կնոջը եւ գնաց պարկեց իր ծառայի հետ։ Բայց ինչև է, իրանք ունեցան իրանց խոստմունքի զավակը, իրանք ունեցան իրանց Իսահակը։ Բայց Աստված սիրելիներ, այս խոսքը շատ հզոր է, որ ասում է մեռելներին կենտանի է անում Աստված։ Եվ չլինող բաները լինողի պես է կանչում։ Մենք սիրելիներ, կարևոր է տեսնենք այսօր Աստծո բնույթը եւ մենք նմանվենք Աստծուն, որ ինչպես Աստված է չլինող բաների վրա կանչում լինողի պես, այնպես էլ մենք այսօր մեր իրավիճակների մեջ, թեև մեր աչքը կարող է տեսնել ուրիշ բան, բայց մենք կարևոր է հոգևոր աչքերով տեսնենք ուրիշ բան եւ հրճակենք իրավիճակի վրա, չլինող բանի վրա հրճակենք լինողի պես։ Ամեն հրճակենք լինողի պես եւ դա այդպես է թող լինի։ Դեք Աստված մեռած բաներին կենտանություն տվող է։ Մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին ինչպես Աստված կենտանություն տվեց գերեզմանին։ Երբ որ գերեզմանի մեջ Հիսուս Քրիստոս պարգած էր, հոգիով Աստված իրան կենտանություն տվեց։ Եվ այն ինչ որ մեզ բաժանում էր Աստծուց, Հիսուս Քրիստոսի միջոցով արդեն մենք տեսնում ենք այդ պատը բաժանված, պատը քանդված, հա։ Մենք տեսանք միացումը, մենք տեսանք մեղավոր մարդու եւ Սուրբ Աստծու մեգացումը Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով եւ ինչը որ խանգարում էր մեզ անեծքը, հա, հիվանդություններ, ինչը որ կար մեր կյանքի մեջ Հիսուս Քրիստոս իր խաչով քանդեց եւ մեզ դարձրեց ունակ ընդունելու Տիրոջ օրհնությունը, Տիրոջ բժշկությունը մեր կյանքի մեջ։ Դրա համար ամեն մեռած իրավիճակի մեջ, երբ որ կանչում ենք մենք Տիրոջ օրհնությունը, կանչում ենք Տիրոջ բժշկությունը, գալիս է եւ լինում է այդպես, երբ որ խառնվում է այդ ամեն ինչը հավատքի հետ եւ կանչում ենք Տիրոջը, որ մենք համագործակցենք Աստծո հետ, մենք մեր բաժինը անենք եւ կանչենք Տիրոջը իր բաժինը անելու մեջ, մենք տեսնենք արդյունքը։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը խաչի վրա երբ որ բղավեց, կատարված է։ Ինքը տեսավ արդեն մեր օրհնությունը, ինքը տեսավ կատարված մեր բժշկությունը, մեր անեծքը քանդված տեսավ արդեն մեզ։ Դա համար բղավեց կատարված է քո օրհնությունդ, կատարված է քո բժշկությունդ եւ մենք Հիսուս Քրիստոսի ժառանգներն ենք։ Կարևոր է որ մենք իմանանք եւ հավատանք մեր ժառանգությանը, ինչ ժառանգության մեջ կանչեց մեզ Աստված։ Մարդիկ մենակ գիտեն, որ ուղղակի մեր մեղքերը ներվեց, բայց գիտեք կարևոր է որ մենք հասկանանք, որ այդ մեղքն էր, որ պատ էր դարձել մեր ու Աստծո միջև, եւ Հիսուս Քրիստոս եկավ այդ պատը քանդեց, մեղքի պատերը քանդեց, մեղքի կաբանքները քանդեց եւ մեգացրեց մեզ Հայր Աստծո հետ, կանչելով իր սրբության մեջ։ Այսօր մենք սուրբ ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, արտարացված ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ դա մեր ժառանգությունն է, սիրելիներ։ Օրինակ պատկերացրեք, ինչ որ մեկը մահանում է եւ ձեզ թողնում է ճոխ ժառանգություն, բայց դուք դրա մասին չգիտեք։ Անկախ այն բանից, որ ժառանգությունը ձերն է իրավաբանորեն, բայց եթե ինչ որ մեկը ձեզ չտեղեկացի դրա մասին, դուք չեք իմանա ոչ եք օգտվեք ձեր ժառանգությունից։ Նույնը հոգևոր առումով է, երբ որ կա արձակված ժառանգություն Քրիստոսի կողմից, բայց մենք չգիտենք մեր ժառանգության բաժինը, չափը, տեսակը,
Մենք չենք կարող օգտվել դրանից։ Դա համար պետք է հասկանանք, որ Քրիստոս ժառանգություն թողեց մեզ լինելու բժշկված, լինելու օրհնված, լինելու անեծքից ազատ, լինելու առողջ, լինելու լիարժեք ու կատարյալ, լինելու արտարացված։ Սա Քրիստոսի ժառանգությունն է, որ մենք գիտենք, մենք վերցնում ենք, որտեղ ինչ-որ մեկը ասեց քեզ, որ դու արտարացված ես։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ մենք ներված ենք, որ մենք բժշկված ենք Քրիստոսի միջոցով։ Հիսուս Քրիստոս խաչի վրա ոչնչացրեց այն ամեն խանգարող բաները, որ նոր մեզ թույլ չէր տալիս վերցնելու Աստծո օրհնությունները։ Հիսուս Քրիստոսը քանդեց եւ փչացրեց այդ ամեն խանգարող բաները եւ մեզ կանչեց օրհնության մեջ։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ եթե Աստված մեր կողմից է, ով է մեզ հակառակ։ Եթե Աստված այսօր մեր կողմից է սիրել, ով է մեզ հակառակ։ Մենք Աստծո հետ համագործակցության մեջ ենք, բայց գլխավորը նա է։ Գլխավորը Հիսուս Քրիստոսն է, բայց մենք իր հետ համագործակցում ենք, որպեսզի հրաշքները տեսնենք մեր կյանքի մեջ։ Ինչպես Աստված Աբրահամին, որ չէ Աբրահամն ու Սարան ասում է մեռած էր իրանց օրգանիզմը, ունակ չէին երեխա ունենալու, ինչպես Աստված կենտանացրեց Աբրահամին ու Սարային եւ դարձրեց ազգերի հայր։ Գիտեք, մենք այսօր տեսնում ենք Աստծո խոսքը իրականացված։ Որ Աստված Աբրահամին անվանեց ազգերի հայր, մենք այսօր տեսնում ենք այդ ազգերի հայրը։ Նախ մենք տեսնում ենք ամեն մեկից, որպես Աբրահամի սերունդներ Հիսուս Քրիստոսով, որ ովքեր որ ապաշխարում են, ովքեր ընդունում են Հիսուսին, դառնում են Աբրահամի որդիներ ըստ Աստծո խոսքի, եւ մենք տեսնում ենք հրյա ազգին, որը Աբրահամի սերունդն է։ Որքան ճշգրիտ է, չէ, Աստծո խոսքը, Աստծո հրճագումը Աբրահամի կյանքի մեջ, որ ասում է դու ազգերի հայր կլինես։ Այսօր մենք տեսնում ենք մի ամբողջ ազգ Իսրայել, տեսնում ենք, որ Աբրահամի սերունդն է։ Եվ տեսնում ենք այսօր միլիոնավոր մարդիկ, ովքեր որ Հիսուս Քրիստոսին ընդունելով էլի դառնում են Աբրահամի սերունդ։ Իզուր չէր, որ Աստված հենց ընտրեց հրյա ազգը։ Իզուր չէր, որ հենց Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ մարմնով հենց այդ տեղը Իսրայելում։ Գիտեք, այդ ժամանակ էլ Իսրայելը համարվում էր կենտրոնը, հա, տարածաշրջանի կենտրոն էր համարվում Իսրայելը, եւ Հիսուս Քրիստոսը հենց եկավ աշխարհի կենտրոնում ծնունդ ունեցավ, աշխարհի կենտրոնը։ Եվ կենտրոնում գալով Հիսուս Քրիստոսը խաչը բարձրացավ, ցույց տալով, որ ամբողջ մարդկության համար ինքը դառնում է միջնորդ մարդու եւ հոր միջև։ Աստծո համար անկարող բան չկա, որ ասենք Աստված էս իշպանը չի կարող անել, բայց կարևոր է, որ մենք չեղած բանը այսօր հրճագենք եղածի պես։ Ինչ ես ուզում այսօր տեսնել, կարող ես այդ իրավիճակի մեջ հրճագես եղածի պես արդեն եւ հավատաս, որ դա այդպես էլ կլինի։ Կարող է այսօր չես կարող շոշափել, չես կարող զգալ, բայց կարևոր որ մենք հավատքով տեսնենք եւ հավատքով հրճագում անենք։ Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով եւ Աստծո նմանությամբ։ Աստված էլ չեղած բանի վրա ինքը հրճագեց եղածի պես։ Նույնը մենք սիրելիներ կարող ենք իր բնույթը կրելով կարող ենք մենք էլ չեղած բանի վրա հրճագենք եղածի պես։ Եվ ասենք թեև մեր աչքերը այսօր չի տեսնում այդ բանը, բայց մենք հավատքով տեսնում եւ հրճագում ենք։ Ամեն։ Երբ որ Աստված երկիրը ստեղծեց, ոչինչ չկար, չէ՞։ Բայց Աստված ոչնչի վրա խոսած, հրճագեց, կյանք խոսած։ Եվ մենք տեսնում ենք Աստծո խոսքի հրճագման զորությունը, ինչպես իրականություն դարձավ։ Մենք տեսնում ենք ինչպես կարող է Աստված ընտրություն կատարել, մեկի ով որ սովորական մահկանացու է, բայց ինքը շնորհք գտնի Աստծո առաջ եւ Աստված ընտրի այդ մարդուն մեծ գործեր կատարելու համար։ Այն ժամանակ, երբ որ քու կյանքիդ մեջ կարող է ինչ որ բան մութ է, մութ անցյալ ունես, ինչ որ բան խառն է կյանքիդ մեջ եւ կարող է անհույս վիճակի մեջ լինես, բայց երբ որ մենք շնորհք ենք գտնում Աստծո առաջ, շնորհքը փոխում է մեր կյանքը։ Շնորհքն է, որ գալիս է մեր կյանք եւ մեր իրավիճակն է փոխում, սիրելիներ։ Ասում է, որտեղ մեղքը շատացավ, այնտեղ էլ շնորհքը շատացավ։ Սա ոչ թե մարդկանց մղում է ավելի շատ մեղք գործելու, որովհետեւ շնորհքն է ավելի շատանա, այլ որքան շատ է մարդու կյանքի մեջ եղած մեղքերը, որքան շատ է մարդը Աստծուց հեռու, այնքան շատ է արձակվում շնորհք այդ մարդու կյանքի մեջ փրկելու, գտնելու համար։ Մի հատ վառ օրինակ, որ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի ծննդաբանության մեջ,
որ հիշատակվում է մի քանի կանանց անուններ, եւ այդ կանայք շատ մութ ու վատ անցյալ ունեին։ Մեկը Ռախաբն էր, որ հիշում ենք մենք իրան որպես անառակ, հա, բայց Հիսուսի ծննդաբանության մեջ հատուկ հիշատակվում է այդ մարդու անունը։ Մյուսը Բերսաբեի անունն է հիշատակված, որ Ուրիայի կինն էր, հատուկ նշված է, որ ինքը պարգեց Դավիթի հետ, լինելով ուրիշի կին, պարգեց Դավիթի հետ։ Եվ իր անունն է հիշատակված, այսինքն տեսնում ենք մի հատ մութ անցյալով, վատ անցյալով կանայք, ում որ Աստված փրկագնեց եւ ասում է ինչքան մեղքը շատացավ, այնքան շնորհքը շատացավ, եւ ինչքան այս մարդիկ սխալների մեջ էին եղել, Աստված երբ որ գտավ իրանց, շնորհքը գործեց իրանց կյանքի մեջ։ Դրա համար Բերսաբեն է, լինելով այդ ժամանակ Ուրիայի կինը, պարգեց Դավիթի հետ, հետո Դավիթը, քանի որ հղիացրել էր Բերսաբեին, սպանել տվեց Ուրիային, որպեսզի կնության վերցներ Բերսաբեին։ Մենք տեսնում ենք շատ խառը մութ մի հատ պատմություն եւ հետո հա Դավիթն էլ դարձավ Հիսուսի նախապապը։ Այդքան սխալների մեջ, բայց Աստված փրկագնեց։ Հետո մենք տեսնում ենք Հռութի պատմությունը։ Չէ՞, էլի չէր կարելի ոչ հրյային անցնել ազգաբանության մեջ, բայց Հռութը լինելով ոչ հրյա, էլի տեսնում ենք շնորհք արձակվավ իր կյանքի մեջ եւ Հռութն է դարձավ Հիսուսի նախատատը։ Այսինքն այնտեղ ասում են, որտեղ մեղքը շատացավ, այնտեղ շնորհքները շատացավ։ Մենք տեսնում ենք Աստծո գերբնական շնորհք, որ այս մարդկանց կյանքի մեջ ինչպես ազդեց եւ Աստված որտեղից որտեղ տարավ այս մարդկանց։ Գիտեք, ոչ թե մենք պետք է մնանք մեր անցյալի այդ մեղքերի մեջ, այլ երբ որ Աստծո շնորհքը մեզ կպնում է, շնորհքը մեզ տանում է փայլեցման մեջ, տանում է Աստծո լույսի մեջ։ Թեև մութ անցյալ է ունեցել, բայց Տերը տանում է իր պայծառության մեջ, իր փայլի մեջ է տանում։ Դեք լավ օրինակ կա, երբ որ զարդ են ցուցադրում, տեսել եք զարդ ցուցադրելու տեղերը, զարդի խանութները տեսել եք, այնտեղ չեն տնում զարդը սպիտակ պայծառ կդորի վրա։ Այս զարդը տնում են սև կդորի վրա, որովհետեւ այդ կոնտրաստի մեջ ավելի լավ երևա զարդի փայլը։ Ժամանակ առ ժամանակ երբ որ Տերը թույլ է տալիս մեր կյանքի մեջ այդ մութ խավար ժամանակները, նրա համար է որովհետեւ մեր փայլը, մեր գեղեցկությունը եւ իր շնորհքը ավելի ընդգծվի մեր կյանքի մեջ։ Ամեն։ Դեք Հիսուս Քրիստոս երբ որ մասնակցում էր թաղումների, չի եղել մի հատ թաղում, որը վերջանար ստանդարտով։ Միշտ այդ թաղումները վերջանում էին հարությունով։ Երբ որ Հիսուս Քրիստոս ներկա է քո կյանքի մեջ, մի թող որ ամեն ինչ ստանդարտով վերջանա։ Թույլ տուր, որ Հիսուս Քրիստոսի ձեռքը երկարի, կպնի եւ հարություն տեղի ունենա քո վիճակիդ մեջ։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը մասնակցեց հարսանիքի։ Նրանք եկան ասեցին, թե գինին վերջացել է եւ ասեց 6 լիքը կարասների մեջ, այդ մեծ ամանների մեջ ջուր լցրեք եւ Հիսուս Քրիստոս այդ ջուրը վերածեց գինու եւ լավագույն գինու վերածեց։ Եվ այդ գինին ոչ միայն բավարարեց այդ ամուսնական զույգին իրանց խնջույքի ժամանակ, այլ նույնպես բավարարեց դրանից հետո էլ, այսինքն Տիրոջ մատակարարումը միշտ ավելցուկով է։ Երբ որ մարդիկ սոված էին, եկան Հիսուսի մոտ եւ Հիսուս Քրիստոս հաց տվեց, հացը բազմացրեց եւ ավելիով ստացան, քան որ ունեին։ Ամեն։ Երբ որ Հիսուս Քրիստոսը ներկա է, միշտ ամեն անգամ հրաշք է տեղի ունենում։ Հիսուս Քրիստոս այսօր ներկա է մեր կյանքի մեջ եւ ինքը ներկա է գերբնական հրաշքներ անելու համար, սիրելիներ։ Հալելույա։ Մի մոռացեք խնդիրի ժամանակ վերև նայել։ Մի մոռացեք Աստծուն նայել ձեր խնդիրի ժամանակ։ Մովսեսը երբ որ խնդրեմ ունեցավ, հələ երբ որ ինքը Եգիպտոսում էր Մովսեսը, հələ չէր փախել։ Ինչ եղավ Մովսեսի հետ։ Տեսավ ինչպես են, երբ որ Մովսեսը դեռ պալատի մեջ էր։ Տեսավ, որ իր համաերգրացուն, հա, ճնշում էր Եգիպտացին եւ իր մեջ այդ խանդը փորփոքվավ, գնաց ինքն էլ սպանեց Եգիպտացուն։ Այդ ժամանակ կատաղությունից փորփոքված գնաց սպանեց Եգիպտացուն
Եվ գրված է, որ նայեց 4 կողմը, նայեց աջ, նայեց ցախ, մարդ չկար, հետո վախից փախավ, գնաց անապատ։ 40 տարի պետք եղավ, որպեսզի Մովսեսը հասկանար, թե խնդիրի ժամանակ որտեղ պետք է նայեր։ Երբ որ ինքը արդեն Կարմիր ծովի առաջ կանգնած էր, ինքը արդեն ոչ թե նայեց աջ ու ցախ, այլ ինքը նայեց վերև։ Նայեց Աստծուն եւ արդեն գիտեր ինքը որտեղ նայեր։ 40 տարին բավարար էր, որ ինքը մի հատ դաս խաղեր, թե խնդիրի ժամանակ որտեղ պետք է նայեր։ Այսօր սիրելիներ, մենք ունենք լավագույն դասը, որ խնդիրի ժամանակ եք միանգամից նայենք Աստծուն։ Ոչ թե նայենք աջ ու ցախ, որ մի Եգիպտացու սպանելով Մովսեսը մեծ խնդիրի մեջ ընկավ, հա, փախավ, բայց 40 տարի հետո Աստված Եգիպտացիներին սպանեց, ոչ մի խնդիր չունեցավ Աստված։ Երբ որ մենք մարմնական ձևով ենք մեր հարցերը լուծում, մենք խնդիր կունենանք, բայց երբ որ արդեն մենք հոգով ենք առաջնորդվում, մենք դուրս կգանք իդեալական։ Ամեն։ Կարևորը մեր հայացքը լինի Աստծո վրա, սիրելիներ։ Եվ անհույս վիճակի վրա մենք կանչենք Տիրոջ անունը։ Անհույս վիճակի վրա մենք կանչենք այնպես, ինչպես որ կուզենայինք տեսնել փոփոխությունը։ Ասում ես, ես այս խնդիր ունեմ, բայց ես բժշկված եմ Հիսուսի անունով։ Այսօր ես ֆինանսական նեղության մեջ եմ, ես մատակարարված կլինեմ։ Ես կլինեմ ազգերի հայր, հա? Կոչեք ինձ արդեն հարուստ, կոչեք ինձ արդեն բժշկված, կոչեք ինձ արդեն ազգերի հայր, եւ մենք կտեսնենք ժամանակին Տիրոջ պատասխանը։ Դեք ծննդոցի մեջ ասում է, երբ որ Տերը խավար տեսավ, Տերը ասեց թող լույս լինի։ Եթե խավար է մեր կյանքը, խավարի մեջ ես հայտնվել, Տիրոջ լույսը կանչեք քո կյանքիդ մեջ։ Դա թող լույս լինի։ Եվ այդ ժամանակ, երբ որ խավար կար, Տերը լույս կանչեց, Տերը կյանք խոսաց երկրի մեջ։ Հրճագիր կյանք, հրճագիր բժշկություն, հրճագիր նորոգություն, հրճագիր ամեն անհույս տեղի վրա հույսը։ Ամեն։ Պենտեկոստեի օր, երբ որ Սուրբ Հոգին եկավ, նոր լեզու տվեց, որպեսզի բժշկեր իր խոսքը։ Եվ այն խոսքը, որ նոր այսօր մենք արձակում ենք, այդ խոսքը բերում է բժշկություն, բերում է նորոգություն, բերում է փոփոխություն ամեն անհույս վիճակի մեջ։ Թող այսօր Տերը հավատ տնի քո մեջ, զարգացի այդ հավատքի մեջ, կարևոր որ մենք լսենք Աստծո խոսքը եւ զարգանանք այդ շնորհքի մեջ, զարգանանք Տիրոջ մատակարարման մեջ, ամեն։ Թող բժշկություն կա այսօր մեր լեզուների մեջ, կարևոր է որ մենք այս շփման մեջ էլ խոսք վերցնենք Աստծուց, շնորհքի խոսք վերցնենք, որովհետեւ եթե մենք այսօր անհուսության խոսքեր լսենք, հա, դառը խոսքեր լսենք, այդ խոսքը ինչ հավատ կարձակի մեր կյանքի մեջ։ Հակառակը, բայց եթե դու լսես շնորհքի խոսքը, դու լսես նորոգության խոսքը, բժշկության խոսքը, այդ ամեն ինչը կտանի մեզի հավատքի մեջ։ Ես կարդում եմ Ծննդոցի 3-րդ գլուխը, որտեղ եղավ մարդկության անկումը։ Գրված է Աստված մարդ ստեղծեց Ադամին, հա, Ադամ ստեղծեց, Ադամ մարդ։ Եվ տեսավ, որ Ադամը մենակ է, ասեց մի հատ կողագից ստեղծենք, էլի մարդ։ Բայց այդ ժամանակ հələ կնոջ անունը Եվա չէր։ Գիտեք, երբ դրվեց կնոջ անունը Եվա, երբ որ իրանք կերան պտուղը, հələ երկուսն Ադամի կարգավիճակով էին, որպես Ադամ էին, որպես մարդ, իրանք կերան պտուղը, անհնազանդություն գործեցին, Աստված եկավ, հանդիմանեց, դուրս վդարեց Եդեմից, անիծեց երկուսին էլ, եւ հենց որ Աստված անիծեց Եվային, հա, կնոջը ավելի ճիշտ, կնոջը անիծեց, հենց այդ պահին Ադամը կնոջ վրա դրեց անունը։ Աստված արդեն տվել էր Ադամին այդ իշխանությունը խոսքի հրճագումով իրավիճակ փոխելու։ Դրա համար կանչեց բոլոր կենտանիներին եւ ասեց անուն դիր նրանց վրա եւ ինչ անուն որ տնես, այդ անվան բնույթը կլինի այդ կենտանու վրա։ Եվ Ադամը քանի որ գիտեր արդեն այս սկզբունքը, երբ որ Աստված անիծեց կնոջը, Ադամը մի անգամից Եվա անունը դրեց կնոջ վրա։ Եվա նշանակում է կյանք տվող։ Երբ որ Աստված անեց քրճագեց, մի անգամից Ադամը կյանք քրճագեց կնոջ վրա։ Դες դու կլինես կյանք տվող։ Տեսեք խոսքի զորությունը ինչքան ուժեղ է։ Եվ դրանից հետո Եվան սկսեց ծնել, դարձավ կյանք տվող։ Անեսքի փոխարեն սիրելիներ, Աստված այսօր մեզ տանում է կյանքի մեջ։
որ մենք թեև կարող է տեսնենք իրավիճակը վատ, տեսնենք մեզ չորացած, տեսնենք մեզ անհույս վիճակի մեջ, բայց ամեն մահացած բանի վրա այսօր գալիս է Տիրոջ կենտանությունը։ Կարևոր է հավատքով ընդունենք եւ համագործակցենք մենք Աստծո հետ, որպեսզի տեսնենք հրաշքը մեր կյանքում։